Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղիղ եթերում Նոյան Տապանն է Երևանից, հիշեցնեմ, որ ուղիղ եթերի ընթացքում կարող եք զանգարել ամերիկյան 818-977-5321 եւ հայաստանյան 060-35-11-31 հեռախոսահամարներով հարցեր ուղղել մեր տաղավարում գտնվող հյուրին։ Հիշեցնեմ նաեւ, որ մեր ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, QR կոդը ձեր էկրաններին է։ Այսօր Նոյան Տապանի տաղավարում հյուրընկալել եմ քաղաքագետ Էդգար Առաքելյանին։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան, շնորհակալ եմ Նոյան Տապանի հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Առաքելյան, սկսենք խոսել մեր սահմաններից։ Փաստորեն ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացում Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ մշակույթի տունն էր, այս անգամ արդեն թիրախում նախկինը եղել էր գյուղապետի տունը։ Ամեն դեպքում ըստ Ոսկան Սարգսյանի լրագրող Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչներն են կրակոցներ քանի օր է լսում այդ տարածքում։ Բնակիչները անհանգիստ են, հանրությունը ունի մտավախություն, բայց պատկան մարմինները, հատկապես պաշտպանության փոխնախարարը երեգազգահի ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ այդ կրակոցները անհասցե են եւ անհանգստանալ այդպես պետք չէ։ Մի քանի օր առաջ էլ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ եթե կուտակումներ լինեն եւ լինի ռեալ վտանգ, դրա մասին հանրությանը տեղյակ կպահվի։ Հիմա ուզում եմ հասկանալ ձեր կարծիքը, արդյոք այդ կրակոցները իրոք անհասցե են։ Տեսեք, վերջին 1-2 ամիսների ընթացքում մենք պարբերաբար տեսնում ենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կեղծ տեղեկություններ է տարածում իբր հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու մասին։ Սա խոսում է մի բանի մասին, որ Ադրբեջանը փորձում է սադրանքների դիմել, Ադրբեջանը փորձում է սադրել հայկական կողմին եւ այդ առումով այդ կրակոցները, որոնք դուք նշում եք, ես կարծում եմ եւ համոզված եմ, որ ուղղված են դրան, տեսեք մեր պաշտոնական հաղորդագրությունների մեջ երբեմն տեսնում ենք կամ պաշտոնյաների համապատասխան խոսքում լսում ենք այն մասին, որ այդ կրակոցները ըստ էության հիմնականում օդ են ուղված եւ ոչ մի թիրախ չունեն, բայց մշակույթի տոնը ես կանդրադառնամ դրան, սա նշանակում է, որ ադրբեջանական կողմը ցանկանում է տպավորություն ստեղծել, որ սահմանում իրավիճակը խիստ լարված է։ Մեկ, երկրորդը ազգաբնակության մեջ որոշակի այսպես խոճապներ սերմանել, քանի որ մեր որոշ լրատվամիջոցներ, կարծեք թե սպասում են նման առիթի, որպեսզի այսպես մեծ ոգևորությամբ երբեմն տարածեն, որ սահմանում տեսեք Ադրբեջանը կրակում է, եւ հաջորդը բնականաբար դա նաեւ որոշակի նյարդերի խաղ է տանում Ադրբեջանը, փորձելով սադրել հայկական զինված ուժերին, որպեսզի հայկական զինված ուժերը պատասխան այսպես գործողությունների դիմեն, եւ ահա այս 3 կոմպոնենտը եւ վերջին ժամանակներս կարծեք թե Ադրբեջանի նման գործողությունները որևէ, այսինքն հայկական կողմից մեկնաբանվում են, որ դրանք անհասցե են եւ օդում ուղված կրակոցներ են եւ կարծում եմ, որ ինչ որ մի փուլից, երբ որ Ադրբեջանը տեսա, որ նման գործողություններով կարծեք թե որևէ արդյունքի չի հասնի, փորձեց նաեւ թիրախավորել, այսպես անվնաս թիրախներ կամ ուրեմն օգտագործել, որպեսզի տեսեք այդ նույն մարդիկ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում փորձում են տարածել սահմանում լարվածության մասին լուրերը, որպեսզի առիթ ունենան հակադարձելու Հայաստանի համապատասխան պաշտոնյաներին եւ պաշտպանության նախարարությանը, ասելով այ տեսեք, դուք ասում եք դրանք անթիրախ կրակոցներ են օդում, բայց օրինակ թիրախավորվեց արդեն, չգիտեմ, մշակույթի տունը եւ այլն եւ այլն։ Այսինքն սա երբ որ մենք խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին, սա այդ հիբրիդային պատերազմի դասական կանոններով իրականացվող գործողություն է, եւ այս գործողության այսպես շահառուները մի քանիսն են, պատական չի, որ օրինակ Ադրբեջանի նման գործողությունների կամ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կեղծ հաղորդագրություններին երկրորդում էր օրինակ Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարելով, որ իրենք մտահոգված են ուրեմն Հայաստան-Ադրբեջան սահմանում տեղի ունեցող այդ լարվածության մասին, իսկ իրականության մեջ մենք գիտենք եւ նաեւ պետք է հավատանք մեր պաշտոնական աղբյուրներին, որ Ադրբեջանը նման գոնե մինչ այս պահը այդ կրակոցները օդում են եղել եւ եթե օդում են, ապա որն է նպատակը, այսինքն պետք է հարց տանք, եթե Ադրբեջանը հստակ չի թիրախավորում որևէ հայկական դիրք, որևէ հայկական բնակավայր
եւ այլ, ապա որն է նպատակը։ Նպատակը հետեւյալն է՝ ստեղծել տպավորություն, որ սահմանում լարված է, փորձել սադրել հայկական զինված ուժերին եւ միգուցե ինչ-որ մի պահի գնալ այսպես ավելի մասշտաբային գործողությունների։ Եվ հաջորդ շահառուն, այսինքն մենք տեսնում ենք Ադրբեջան, որի գործողություններին միանգամից արձագանքում է ռուսական կողմից, եւ հաջորդ շահառուն բնականաբար այն քաղաքական շրջանակներն են եւ իրենց պատկանող լրատվամիջոցները, ովքեր առավոտից երեկո փորձում են ցույց տալ, որ սահմանում իրավիճակը խիստ լարված է։ Սա էլ իրենց համար մենք տեսել ենք վերջին 4-5 տարիների ընթացքում, որ դա էլ իրենց համար ներքաղաքական դաշտում որոշակի դիվիդենդներ ունենալու ուրեմն գործիք է եւ նաեւ այսպես ասենք քաղաքական սեզոնը սկսվելուն պես բնականաբար այդ մարդիկ պետք է ունենան որոշակի առիթներ խոսելու։ Առաջինը դա Արցախահայության խնդիրն է, որը այսօր փորձում է քաղաքական շահարկման թեմա դառնալ, եւ երկրորդը որպես նաեւ գործիքակազմ, հա, իրենց գործողությունները ամբողջացնելու համար դա սահմանի լարվածության ուրեմն ապահովումն է, այսպես ասենք։ Մենք տեսել ենք օրինակ նույն Կիրանցի, հա, այդ ժամանակ տեղ ունեցող իրադարձություններին, թե ինչպես էին էլի այդ նույն շրջանակները փորձում ցույց տալ, որ սահմանին լարված է եւ այլն, որպեսզի դա օգտագործեն ուրեմն ներքաղաքական իրենց նպատակների համար, մեղադրելով Հայաստանի պաշտպանության նախարարությանը կամ զինված ուժերին, որ իրենք պատշաճ հակահարված չեն տալիս, իսկ պատշաճ հակահարված նշանակում է ներքաշվել ուրեմն լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեջ, իսկ լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեջ ներքաշվելու պարագայում իրենք եւ իրենց արտաքին հովանավորները հնարավորություն կստանան Հայաստանում եւս մեկ անգամ փորձեր անել հեղաշրջում կազմակերպել կամ ներքաղաքական գործընթացներ զարգացնել։ Տեսեք, դուք խոսեցիք ռուսական կողմի շահերի տեսակետից, թե ինչու է այս ամենը իրականացում եւ նրանք ինչին են սպասում։ Իսկ ինչ կասեք Ֆրանսիայի մասին, որը մտահոգված է եւ նրանց արտաքին գործերի նախարարը փաստորեն հայտարարեց, որ լարվածությունը հնարավոր կլինի մի փոքր մեղմել թուլացնել եվրոպական դիտորդական առաքելության ընդլայնման օգնությամբ։ Տեսեք, ես կարծում եմ, որ ու համոզված եմ, որ ֆրանսիական կողմը հստակ գիտակցում է, թե ինչ գործընթացներ է տեղի ունենում, եւ այստեղ ես կարծում եմ ոչ այդքան ներկա պահին արկա լարվածության մասին է խոսքը, այլ այն ուրեմն դինամիկայի մասին, որ կարող է տեղի ունենալ, քանի որ այն ինչ ես քիչ առաջ ներկայացրեցի, դա լավ հասկանում եւ գիտակցում են եվրոպացի գործընկերները ու մասնավորապես ֆրանսիացի մեր բարեկամները եւ դրա համար իրենք անհանգստություն են արտահայտում, լավ հասկանալով, որ այն ինչ որ հիմա տեղի ունենում, այն գրեթե շուրջ 1 ամիս Ադրբեջանը արդեն կեղծ տեղեկություններ է տարածում, որ հայկական ուժերը ուրեմն իրենց դիրքերի վրա կրակում են, հետո իրանք ինչ որ օդ են կրակում, հետո թիրախավորում են մշակույթի տունը, հետո Ռուսաստանն է խառնվում, ասում է այ իրավիճակը լարված է, կոչ են քանում հանդարտության, այսինքն եւ Հայաստանի այդ շրջանակներն են քաղաքական ուրեմն դուրս գալիս փողոց վրաներ են խփում եւ այլն, այսինքն եթե մենք այս կոմպոնենտները միացնում ենք իրար, պատկերը լավ հասկանալի է եւ հասկանալի է թե այս մարդիկ ինչ են պատրաստ եւ ուր են պատրաստ գործընթացները տանել, դրա համար ես կարծում եմ ֆրանսիական կողմը նախապես նման հայտարարություն արեց, նաեւ հասկացնել է, որ ինքը տեղյակ է, գիտի եւ պատկերացնում է, թե ինչ պլաններ եւ նպատակներ ունեն այդ ուժերը։ Քանի որ սահմանի մասին ենք խոսում, խոսենք նաև հայ-իրանական հարաբերությունների մասին եւ հայ-իրանական զորավարժությունները, որոնք տեղ ունեցան ճիշտ է 2 օրով, բայց դա բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, կարծես թե եւ այդ նույն շահառուների շրջանում էլ չկար այդ ավելի շուտ կար այն ողջավորությունը, որ մեղադրանքներ լինեին, ինչ որտեղ նոտաներ, խիստ քննադատություններ եւ փաստորեն Իրանի փոխարտգործնախարարը հայտարարեց, որ մենք պետք է կենտրոնացնենք Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ։ Այս ինչի մասին է խոսում։ Տեսեք, այդ շրջանակները տարիներ շարունակ հայտարարում էին, որ Հայաստանի եւ Իրանի միջև պետք է ռազմական համագործակցության փոխօգնության պայմանագիր ստորագրվի եւ այսօր փաստացի առաջին անգամ պրակտիկայում Հայաստանի եւ Իրանի զինված ուժերը, նրանց հատուկ ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են իրականացրել եւ այս մարտիկ
լուռ են։ Ավելին մենք գիտենք, որ այս մարտիկ մշտապես մեղադրել են Հայաստանի Հանրապետությանը այդ եվրոպական դիտորդներին բերելու եւ Իրանի տարածքը այսպես ուրեմն հետախուզելու այդ բանի մեջ եւ դա անում են ըստ էության այդ շրջանակները ռուսական Իրանը կարծես թե դեմ չէ։ Այո, եւ հետաքրքիր ու տարօրինակ է այն, որ նման հայտարարությունները անում են հայաստանյան այդ շրջանակները, ռուսական կողմը, որը բազմիցս հայտարարել է, որ այդ ուրեմն եվրոպական դիտորդները հետախուզական նպատակներ են հետապնդում եւ ադրբեջանական կողմը եւ հերթական անգամ մենք էլի տեսնում ենք, որ հայաստանյան այդ շրջանակների Ադրբեջանի եւ Ռուսաստանի շահերը այդ առումով համընկնում են։ Եվ այս զորավարժություններից հետո այդ ամենը հոդս է ցնդում, ոչ միայն Իրանը դեմ չի, այո, ինչպես նշեցիք, որ այդ եվրոպական դիտորդական առաքելությունը լինի, քանի որ Իրանը լավ հասկանում է, որ դա զսպող գործոն է Ալիևի եւ Ռուսաստանի համար, իսկ տարածաշրջանում խաղաղությունը բխում է Իրանի շահերից եւ բնականաբար այդ զորավարժությունները նաեւ, որը պրակտիկայի մեջ արդեն նշեցի առաջին անգամ է, դա կարծում եմ նաև ուներ համոզված եմ նաև որ ուներ նաև քաղաքական այսպես ուղերձ նախ եւ առաջ Ադրբեջանին եւ նրան հրահրող այսպես արտաքին ուրեմն ուժերին, որ այնուամենայնիվ եթե Իրանը հայտարարում է, որ տարածաշրջանի պետությունների տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելիությունը իր կարմիր գծերն են, ապա դրանք լոկ հայտարարություններ չեն, դրա հետևում կարող է նաև լինեն հստակ գործողություններ եւ կարծում եմ այդ զորավարժությունները այդ գործողությունների պլանի մի մասի ցուցադրումներ, որը կարծում եմ շատ կարեւոր է։ Իհարկե կան մեկնաբանություններ, որ սա կարող է ուրեմն հայ-ամերիկյան հարաբերություններին վնասել, բայց ես կարծում եմ եւ համոզված եմ, որ այս տարածաշրջանում Միացյալ Նահանգները նույնպես շահագրգռված են խաղաղության եւ կարծում եմ, որ մեր դիվանագիտական խողովակներով ամերիկյան գործընկերներին ուրեմն բացատրել են, թե ինչ նպատակներ ունեն իրականում այդ զորավարժությունները եւ այդ առումով ես համոզմունք ունեմ, որ այս ֆորմատի զորավարժությունները որևէ ազդեցություն չեն ունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ Տեսեք, խոսում ենք նաև բացի նրանից, որ մենք ինքներս ենք շահագրգռված, որ մեր հարևան երկրների հետ ունենանք նորմալ դիվանագիտական հարաբերություններ եւ անվտանգությունը մեր երաշխավորված լինի, Միացյալ Նահանգները Իրանի հետ ունեն խնդիրներ եւ բանակցությունները փաստորեն պետք է ապրիլի 19-ին շարունակական լինեն եւ որոշ փորձագետների տեսակետից ռազմական էսկալացիայի վտանգ չկա։ Փաստորեն մեզ համար որքանով է շահեկան, որպիսի այս հարաբերությունները բերվեն նորմալ մակարդակի։ Եվ դրանից երկրորդ հարցս հետեւյալն է, ինչ շահ ունենք մենք, միայն անվտանգության, թե դա արդեն որոշակի այլ ոլորտների հետ հնարավորություն կտա մեզ։ Ուրեմն Ամերիկա-իրանական հարաբերությունների կարգավորումը մեր համար ունի ռազմավարական նշանակություն եւ դա պայմանավորված է ոչ միայն անվտանգային խնդիրներով, այլ լուրջ տնտեսական եւ կոմունիկացիոն հարցերի։ Եթե Միացյալ Նահանգները եւ Իրանը կհասնեն ուրեմն որոշակի հաջողությունների եւ կստորագրեն երկխոսությունը կստացվի եւ կհանգեն որոշակի պայմանավորվածության եւ կստորագրեն փաստաթուղթ, ապա ես ձեզ հավաստիացնում եմ մենք ունենանք բոլորովին այլ տարածաշրջան, որտեղ Հայաստանի հնարավորությունները ոչ միայն կկրկնապատկվեն տնտեսական եւ կոմունիկացիոն առումով, նաեւ անվտանգային, այլ նաեւ կարող են բազմապատկվել եւ տասնապատկվել այդ հնարավորությունները, քանի որ Միացյալ Նահանգներ-Իրան հարաբերությունների կարգավորումը բերելու է մեր տարածաշրջանի բացմանը, բերելու է իրանական գրեթե անսահմանափակ ռեսուրսների օգտագործումը, բերելու է իրանական այդ ռեսուրսների արտահանումը դեպի Եվրոպա, իսկ այդ արտահանման հիմնական ուղիները կարող է ուղիներից մեկը լինելու է Հայաստանի եւ երաշխավորված ուղիներից մեկը լինելու է Հայաստանի Հանրապետությունը եւ նրա սուվերեն տարածքը։ Մենք այստեղ ունենալու ենք նաեւ Հնդկաստանից եկող այդ կոմունիկացիոն գծի ակտիվ գործառնություն եւ բնականաբար եթե չի լինի Իրանի հետ որևէ ռազմական գործողություն, ապա
մենք ունենանք նաև կայուն տարածաշրջան, քանի որ այնուամենայնիվ ռազմական գործողությունները Իրանի դեմ իր անդրադարձը ունենալու են նաև տարածաշրջանի այլ պետությունների վրա եւ մեծ առումով նաև Ադրբեջանը որոշակի հաշվարկներ ունի։ Ցանկացած խաղում մեկը պարտվող է լինում, այսինքն այստեղ նկատի ունեմ այստեղ մեզ համար կլինի շահեկան, նրանց համար արդեն որոշակի ձևով։ Բնականաբար Ադրբեջանը նաև հաշվարկներ ունի այդ կոնֆլիկտի վրա, հա, ձեռքերը տաքացնելու, գիտենք, որ տարածաշրջանում պետություններից միայն Իրանն է շահագրգռված, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը չխախտվի եւ այսպես կոչված այդ միջանցքը չտրամադրվի եւ բնականաբար եթե Իրանի դեմ որոշակի ռազմական գործողություններ կլինեն բնական է որ Իրանը որոշակի այսպես Հայաստանի կողի կոնկրետ իր անմիջական սպառնալիքների լուծմանը չասեմ երկրորդ պլան, բայց որոշակիորեն ուրեմն այս առումով, հա, Հայաստանի ուղղության որոշակի բնականաբար գործողությունները շատ ավելի միգուցե пассив կլինեն եւ ահա Ադրբեջանի հաշվարկները դրա ուղղությամբ են։ Իսկ եթե մենք ունենանք Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունների կարգավորում, ապա այստեղ կրկնեմ մեզ համար եւ տարածաշրջանի համար մեծ հեռանկարներ են բացվելու եւ գոնե առաջին հանդիպումները Իրանի եւ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների հույս է տալիս, որ այդ բանակցությունները կընթանան ուրեմն նորմալ տեմպերով, նորմալ հունով եւ վերջին արդյունքում կգան կողմերը համաձայնության, քանի որ նաեւ մյուս կողմից նշեմ, այնպես չի, որ Միացյալ Նահանգները, եթե որոշում կայացրեց ռազմական հարվածներ հասնելու Իրանի միջուկային օբյեկտներին, ապա ինքը կարող է լուրջ հաջողությունների հասնել, քանի որ Իրանը այսօր ունի լուրջ պաշտպանական հնարավորություններ, Իրանը այսօր ունի լուրջ հարձակողական հնարավորություններ, տեսեք մենք տեսնում ենք թե ինչպես է Միացյալ Նահանգները հարվածներ հասցնում հութիներին, բայց միևնույն ժամանակ ականատես ենք լինում, որ այնպես չի, որ այդ հարվածներից հետո նրանք կարողացել են հութիներին, հա, վերջնականապես շարքից դուրս հանել կամ նրանց ռազմական պոտենցիալը շարքից դուրս հանել, ընդամենը 3 չառաջ օրը, եթե չեմ սխալվում, հութիները էլի հրթիռակոծել են Իսրայելը եւ հրթիռը տեղ է հասել։ Այսինքն եթե համեմատենք Իրանի հետ, ապա դրանք անհամեմատելի են, քանի որ Իրանը այսօր ունի բավականին կազմակերպված բանակ, այսօր Իրանը ունի բավականին տեխնոլոգիապես զարգացած բանակ, պաշտպանական լուրջ բունկերային հնարավորություններ եւ դեռևս փաշ չի, որ եթե օրինակ Միացյալ Նահանգները հարվածներ հասնեն ինչ որ X միջուկային օբյեկտների, ապա նմանատիպ այլ վայրերում օբյեկտներ չկան կամ չեն գործելու եւ հետեւաբար կարծում եմ այս հաշվարկները նույնպես կան Միացյալ Նահանգներում եւ այդ հաշվարկների փաստով կարծում եմ նրանք պետք է որ հասնեն որոշակի հաջողությունների մյուս կողմից էլ տեսեք այսօր Միացյալ Նահանգները այդ մետաղա այդ ուրեմն հանքային, հա, այսպես արշավ է սկսել եւ ցանկանում է եւ ուկրաինական եւ աշխարհի տարբեր վայրերում այդ հատուկ հանքանյութերի, հա, օգտագործման հնարավորություններ ունենալ, վերցնել իր ձեռքը, տեսեք այդ առումով Միացյալ Նահանգները բավականին մեծ կախվածություն ունի Չինաստանից եւ այս տարիֆների պատերազմի ընթացքում Չինաստանը ըստ էության արգելափակել է այդ հանքանյութերի վաճառքը Միացյալ Նահանգներին, իսկ Միացյալ Նահանգների ամբողջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը, ռազմաարդյունաբերությունը ուղիղ կախված է այդ նյութերից եւ այստեղ բավականին հետաքրքիր հայտարարություն արեց օրեր առաջ նաեւ Իրանի նախագահը հայտարարել է, որ օրինակ Իրանի հոգևոր առաջնորդը դեմ չի լինի, եթե օրինակ Միացյալ Նահանգները նման ներդրումներ անեն ուրեմն Իրանում, սա նշանակում է, որ Իրանում էլ նույնպես կա պրագմատիկ ուրեմն դատողություն եւ հաշվի առնելով նաեւ Տրամփի ցանկությունները եւ մոտեցումները, իրենք էլ իրենց խոստումները չի կարողանում շատ հարցերում կատարել, նա էլ ունի արդեն որոշակի ոչ միայն շատ հարցերում, այլ գրեթե բոլոր հարցերը, եւ այդ առումով իրենք նույնպես կարծեք թե Տրամփին շանս են տալիս, նաեւ եւ շանս են տալիս եւ առաջարկ են անում, բիզնես առաջարկ են անում, ասում են մենք էլ ունենք այդ հանքերից, մենք էլ ունենք այդ հնարավորությունները
ինչու պատերազմ ենք, բերեք ուրեմն բիզնես անենք, իսկ Իրանում այդ հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան նույնիսկ Ուկրաինայում։ Եվ հետեւաբար հաշվի առնելով այս ամենը, ես կարծում եմ, որ եւ Իրանում եւ Միացյալ Նահանգներում պետք է որ ուրեմն ռացիոնալ դատեն, չնայած կան արտաքին ուժեր, որոնք փորձելու են ամեն կերպ խաթարել այդ ուրեմն համաձայնությունը, դա նախ եւ առաջ Իսրայելն է, Իսրայելի վարչապետը եւ բնականաբար ես համոզմունք ունեմ, որ Ռուսաստանը նույնպես շահագրգռված չէ Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունների կարգավորմամբ, քանի որ Իրանը նույնպես ունի, ինչպես նշեցինք, լուրջ պոտենցիալ թե ուրեմն նավթի եւ գազի եւ թե այլ ուրեմն մետաղների, հանքանյութերի, որով կարող է նաեւ մրցակից լինել Ռուսաստանին, ինչ որ առումով Չինաստանը նույնպես կարող է շահագրգռված չլինել, քանի որ եթե Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունները կարգավորվում են, ապա այդ հարաբերությունները ինչ որ առումով կարող են ուղղված լինել նաեւ Չինաստանին, քանի որ Միացյալ Նահանգները տարածաշրջանում դուրս կգա իրանական խնդրից, Միացյալ Նահանգները կարող է դեմս Իրանի ունենալ նաեւ պետություն, որը կարող է ապագայում իրեն ապահովել այն հանքանյութերով, որի կարիքը Միացյալ Նահանգները ունի եւ շատ ավելի ազատ կարող է գործել Չինաստանի դեմ եւ այս առումով կարծում եմ, որ այո, այդ երեք երկրները կփորձեն ամեն կերպ խոչընդոտել այդ հարաբերություններին, քանի որ ես համոզմունք ունեմ նաեւ օրինակ որ Ռուսաստանը թե Չինաստանը շատ մեծ ցանկություն կունենային, որպեսզի այսինքն որպես ստրատեգիական նպատակ Միացյալ Նահանգներին ներքաշեին նման խոշորագույն ուրեմն գլոբալ կոնֆլիկտի մեջ, այդ պարագայում իրենց ձեռքերը շատ ավելի ազատ կլինեին։ Որքան կոնֆլիկտները Թե շատ են տարածաշրջանում եւ թե ուրեմն աշխարհում եւ կարծում եմ այս գործոնները հաշվի առնելով հույս ունենանք, որ Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունները կարգավորվեն։ Հիմա հասկանանք ինչ է կատարվում Հայաստան եւ Թուրքիա հարաբերություններում, Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպումներ ունեցավ, մենք տեսանք Բայրամովի հետ այդ բանավեճը, որքանով եք դուք բավարարված այդ բանավեճից, հայկական կողմի պատասխաններից, որտեղ եթե օբյեկտիվ մենք գնահատական փորձենք տալ, Բայրամովը շատ վստահ էր եւ այն ինչի մասին ինքը խոսում էր, ավելի շատ դա այդ մասին մենք ինքներս պետք է խոսենք, որ մենք ենք ավելի խոցելի, մենք մեր իրավունքների վրայով են անցել։ Մի խոսքով, ինչ տպավորություն ունեք հատկապես Միրզոյանի եւ Բայրամով այդ բանավեճի հետ կապված։ Տեսեք, իհարկե 2020 թվականին մենք չենք հաղթել, իրենք են ուրեմն հետ վերադարձրել են ինչ որ միջազգային իրավունքով իրենց էր պատկանում եւ բնականաբար այսօր այս պահին Ադրբեջանը շատ ավելի ուժի դիրքերից կարող է խոսել, շատ ավելի վստահ կարող է խոսել, քան Հայաստանի իշխանությունները եւ դա կապ չունի թե իշխանությունները ովքեր են, նրանք ովքեր այսօր ուրեմն մեծ խոսում են, որ այսպես կանենք, այնպես կանենք, կյանքը ցույց է տվել, որ իրենց ժամանակներում իրենք ունենալով շատ ավելի մեծ հնարավորություններ երբեմն գլուխը կախ լսել են թե ինչ է ասում, չգիտեմ, որևէ երկրի ղեկավար մեր երկրի մասին։ Եվ հետեւաբար այստեղ ուրեմն խոսքը ոչ թե ուռա հայրենասիրության կամ այսպես տղայական մոտեցումների մասին է, այստեղ խոսքը պետության ու պատասխանատվության մասին է։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի հիմնական այդ պահանջները ու ամենակարևոր պահանջը սահմանադրության փոփոխության հետ կապված Հայաստանի արտգործնախարարը հստակ ուրեմն մեկնաբանություններ տվեց եւ մեկնաբանությունները այնպիսին էին, որ Ադրբեջանի արտգործնախարարը կարծեք թե հետո էլ ավելացնելու ոչինչ չուներ, քանի որ այսինքն սպառիչ էր պատասխանը Միրզոյանի։ Այո, քանի որ նույնիսկ պարզ տրամաբանությունը ասում է եղբայր, եթե մեր սահմանադրության մեջ կա տարածքային պահանջներ կամ եթե այդ ստորագրվելիք փաստաթուղթը, որի մեջ հստակ գրված է
Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգման մասին, եթե դա հակասում է, այսինքն այդ փաստաթղթով մենք հայտարարում ենք, որ տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանի նկատմամբ, եւ եթե մեր սահմանադրությամբ, ինչպես իրենք են պնդում, կա տարածքային պահանջներ, ապա այդ փաստաթուղթը եւ մեր սահմանադրությունը պետքա հակասության մեջ գտնվեն։ Եվ ստորագրվելուց հետո դա պետքա գնա վավերացման եւ հաստատվի ուրեմն մեր սահմանադրական դատարանի կողմից։ Եթե մեր սահմանադրական դատարանը կհամարի, որ դա ուրեմն չի հակասում մեր սահմանադրության, նշանակում է Հայաստանի Հանրապետությունը որևէ տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։ Եթե հակառակը կասի, ապա այդ դեպքում մենք արդեն կմտածենք, թե ինչ պետք է անենք, որպեսզի հարևան երկրի նկատմամբ տարածքային պահանջները մեր գլխավոր փաստաթղթում չեզոքացնենք։ Ես կարծում եմ, որ այդ միջազգային հանրությունը հասկանում է դա, նույնիսկ Թուրքիայի ներկայացուցիչը հայտարարեց, որ դա Հայաստանի հայ ժողովրդի ներքին գործն է եւ իրենք պետք է որոշեն, թե երբ, ոնց, ինչպես փոխեն իրենց սահմանադրությունը։ Այսինքն Ադրբեջանի ամենամերձավորագույն դաշնակիցը նույնիսկ այդ մասին բարձրաձայնում է։ Նկատի ունեք, որ Բայրամովը դա ցինիկաբար ցույց է տալիս, որ հայ պաշտոնակցի բերած հիմնավորումները իրենց մտահոգությունները չեն փարատում, դա եւս ռազմավարություն է ապագայի համար փող է նախապատրաստում։ Դա նույնպես ռազմավարություն է, բնականաբար իրենք պետքա չստորագրելու ինչ որ պատճառաբանություն ունենան, եւ դա կարծում եմ լավագույն միակ պատճառաբանությունն է, որից կարող են ինչ որ այսպես կպնել կամ կարճել գործընթացը ձգձգելու համար եւ բնականաբար իրենք օգտագործել են այդ ռազմավարությունը։ Մենք գիտենք, որ ժամանակին կար նաեւ այդ Կիրյանցի այդ հատվածում այդ տարածքների հարցը, իրենք ամեն անգամ նման հարցեր բարձրացնում են, որպեսզի իրավիճակը կանգնեցնեն եւ միգուցե հասցնեն էսկալացիայի, սակայն մենք տեսանք, որ այդտեղ էլ Հայաստանի իշխանությունները ճկուն գտնվեցին եւ ուրեմն հնարավորություն չտվեցին Ադրբեջանին գնալ սադրիչ գործողությունների եւ դուք կհիշեք, որ հենց այդ ուրեմն խնդրի բարձրացման, սահմանային խնդիրների սրման ժամանակ էր, որ Հայաստանում հերթական անգամ ձևավորվեց, այսպես ասենք, փրկչական շարժում իդեմս հոգեվորականի, դրա համար եմ ես նշում, որ Պարոն Առաքելյան, այդ դիվանագիտական ճկունությունը ժողովուրդը անվանում է զիջումներ։ Ես չեմ կարծում, Ինչ ասում է Ադրբեջանը, մենք տալիս ենք, դուք հիմնավորում եք որպես դիվանագիտական։ Ես տեսեք, ես խոսում եմ մեր հնարավորությունների դիրքերից։ Իսկ ինչու է հանրային ընկալումը այդպիսին։ Ես չեմ կարծում, որ հանրային ընկալումը այդպիսին է, դա պարզապես նեղ շրջանակների եւ իրենց քարոզչամիջոցների փաթաթած, ժողովրդի վզին այդ ընկալումն է։ Ես համոզմունք ունեմ, որ մեր հասարակությունը լավ հասկանում է, որ ներկա ժամանակահատվածում, առնվազն միջնաժամկետ ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ է խաղաղություն, որպեսզի մենք կարողանանք շտկել այն խնդիրները, որոնք կան, որպեսզի մենք կարողանանք պատշաճ կերպով բարեփոխել եւ վերազինել Հայաստանի Հանրապետության զինված ուժերը եւ միայն այդ պարագայում է, որ մենք կկարողանանք այսպես արդեն հավասարին խոսել Ադրբեջանի հետ, մնացած բոլոր պարագաներում մեր հայացքները սևեռված են լինելու մի դեպքում, չգիտեմ, Եվրոպային, մի դեպքում Իրանին, որոշների դեպքում Ռուսաստանին, մի դեպքում Միացյալ Նահանգներին, սակայն երբ որ շատ են խոսում հողի վրա, երբ որ հողի վրա մեր զինված ուժերը այլևս կունենա այն պոտենցիալը, ապա արդեն այդ պահից մենք կունենանք ուրեմն խոսակցության այլ տոնայնություն Ադրբեջանի հետ։ Իսկ այս պարագայում ես համոզված եմ, որ այո, մեր հասարակությունը ձգտում է խաղաղության, այո, մեր հասարակությունը ցանկություն ունի խաղաղ ապրելու եւ հասկանում է այն իրավիճակը, որի մեջ մենք այսօր գտնվում ենք։ Մենք փորձենք մեկ զանգ ընդունել, մենք զանգեր ունենք, որից հետո կշարունակենք։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Ուրեմն Միզուրյանը այդ բանի հետ հանդիպման ժամանակ մի միտք արտահայտեց, որ ճանապարհը պիտի բացի ուրեմն Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև եւ այդ ճանապարհը պիտի չվերահսկվի Հայաստանի կողմից։ Ես հասկանում եմ, որ ձեր հյուրը հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանի որպես փաստաբան,
բայց նա կարա փորձի մի հատ հիմնավորի այդ հարցը Լավ, քիչ սուտ խոսելով։ լավ։ Փորձենք պատասխանել մեր Ես հեռուստադիտողին։ անկեղծ ասած նման բան չեմ Չենք լսել, լսել, ինքս էլ ես։ որ Հայաստան-Թուրքիա սահմանը պետք է բացվի եւ այդ սահմանը չվերահսկի Հայաստանի կողմից, ընդհակառակը Մի այսօր բան, որ Հայաստանի վարչապետը ամեն անգամ ամեն ասում է, անգամ որ ասում են նման խոսակցություն չի եղել, նման հայտարարություն չի եղել։ Հայաստան-Թուրքիա սահմանի մեր հատվածը բնականաբար վերահսկելու է, անցակետը վերահսկելու, որը արդեն պատրաստ է վերահսկելու հայկական կողմից, Թուրքիայի կողմից վերահսկելու թուրքական կողմ, այսինքն այնպես ինչպես մենք այսօր Հայաստանից անցնում ենք Իրան հետ ենք գալիս կամ Հայաստանից անցնում ենք Վրաստան հետ ենք գալի եւ այստեղ կարծում եմ մեկնաբանության խնդիր չկա։ Եվ ինչու են ձեզ փորձում բնորոշել որպես Նիկոլ Փաշինյանի փաստաբան։ Այն որ դուք առաջին անգամ հասեն նման բան լսում, այն որ մենք ճշմարտություն ենք ասում, միգուցե որոշ մարդկանց դա դուր չի գալիս, հատկապես երբ որ մարդիկ ավելի հեռու են գտնվում եւ չեն ապրում Հայաստանում, հարգելով իրենց ընտրությունը, այնուամենայնիվ մենք ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում եւ միգուցե հերվից այսպես ուռա հայրենասիրությամբ ապրելը եւ աշխատելը շատ ավելի հեշտ է, քան գտնվել ապրել Հայաստանում, այդ ամենօրյա այդ խնդիրները կրել քո վրա եւ այդ խնդիրների մեջ այդ ուրեմն սպառնալիքների մեջ փորձել ավելի ռացիոնալ գտնվել, փորձել չտրվել էմոցիաներին, իհարկե բոլորիս ցանկությունները շատ ավելի մեծ են, բոլորիս ցանկությունները ունենալ շատ ավելի մեծ Հայաստան, ունենալ շատ ավելի, չգիտեմ, ուրեմն շատերի պնդմամբ ծովից ծով Հայաստան, բայց բնականաբար իրականությունը այլ է, մենք պետք է ապրենք իրականությամբ եւ ոչ թե այսպես երազանքներով կամ երևակայությամբ, իհարկե անձնական մակարդակում Հայաստանի սահմաններում ինչպես նշում է Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե անձնական մակարդակում մենք կարող ենք երևակայել, բայց եթե մենք հանրային մարդ ենք, ավելին եթե մենք նաեւ պետական պաշտոններ ենք զբաղեցնում, ապա դա մեզ սահմանափակում է ուրեմն որոշակի պատասխանատվությամբ մեր պետության ու հայրենիքի նկատմամբ, քանի որ անցյալի մեր փորձը ցույց է տվել, որ մենք պետք է հասկանանք տարածաշրջանային քաղաքականությունը, մենք պետք է հասկանանք ռեալ իրականում հասկանանք միջազգային քաղաքականությունը եւ մենք պետք է այդ միջազգային քաղաքականության մեջ ընդգրկվենք իրական մեր հնարավորություններով, ռացիոնալ մտածելակերպով, որը համոզված եմ շատ ավելի մեծ հնարավորություններ կտա հեռանկարում երկարաժամկետ ռազմավարության մեջ, քան այսօրվա այդ էմոցիոնալ հայտարարությունները եւ պետության ու ժողովրդին ուրեմն հերթական սպառնալիքի առաջ կանգնեցնելու այդ գործելավոճ։ Տեսեք, Երևան-Անկարա հարաբերությունների ժամանակ Արարատ Միրզոյանը նշում է, որ երկու կողմերն էլ հասկանում են, որ արդեն ժամանակն է այդ դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը, մի խոսքով երկու կողմերն էլ նպատակ ունեն այդ ամենը վերադասավորելու, իրար հասկանալու, նստել երկխոսության, բայց Թուրքիան, Անկարան ունի իր նախապայմանը, այսինքն մինչև ադրբեջանական կողմի հետ, ինչպես պետք է մենք կարողանանք հասնել նրան, որ այդ նախապայմանները չլինեն։ Տեսեք, Կա ինչ-որ հնարավորություն ես կարծում եմ, որ այստեղ այնուամենայնիվ Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը այդքան էլ չեն համընկնում, քանի որ մեր տարածաշրջանում Թուրքիան շատ ավելի մեծ խաղացող է եւ բնականաբար ինքը կուզենա, որ տարածաշրջանում այսպես ավելի մեծ հնարավորություններ ունենա գործելու եւ բնականաբար Ադրբեջանի նման վարքագիծը խոչընդոտում է նաեւ Թուրքիայի գործողությունները տարածաշրջանում նույն Քլեչի հայտարարությունը, որ սահմանադրությունը դա Հայաստանի ներքին գործն է եւ հայ ժողովուրդը պետք է որոշի երբ եւ ինչպես փոխեց սահմանադրությունը, ցույց է տալիս իրենց մոտեցումների իրական տարբերության մասին, այլ հարց է, որ Արարատ Միրզոյանն ասում է, այսքան մոտ երբեք չենք եղել։ Այո, վերջին առնվազն 1 տարվա ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաների շփումները, փոխադարձ այցելությունները, լրատվամիջոցների այցելությունները, հարցազրույցները բարձրագույն պաշտոնյաների ցույց են տալի, որ այո կա որոշակի դինամիկա, բայց այդ դինամիկան ինչ որ պահի պետքա բերի շատ ավելի գործնական քայլերի, իսկ այդ գործնական
ամենակարևոր քայլը դա սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, եւ ես կարծում եմ, որ ինչ որ պահի Թուրքիան կգնա դրան, անկախ Ադրբեջանի ցանկություններից, քանի որ այստեղ տարածաշրջանում խաղադրույքները շատ ավելի բարձր են, քան Ադրբեջանի, այսպես ասենք, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կապրիզները, հա, կապված Հայաստանի կամ այդ միջանցքների հետ։ Հետևենք ամեն դեպքում այդ դիվանագիտական մեր հարաբերությունները ինչպես են ընթանում, ընդհանրապես գործընթացները զարգացումներ լինելու դեպքում նորից կանրադառնանք։ Հիմա արդեն կանք մեր ներքաղաքական իրավիճակ, այսօր Գյումրին է, կարծես թե մեր ուշադրության կենտրոնում նաև, որովհետև լինելու է փաստորեն քաղաքապետի ընտրություն, նոր ընտիրավականու նիստը վարելու է Վարդան Ղուկասյանը, հայտնի են ավականու անդամների անունները։ Կա նաև տեսակետ, որ քաղաքացիական պայմանագիրը ամեն դեպքում իր այսպես ասած շակերտների մեջ պարտության հետ չի համակերպվում եւ կանի ամեն ինչ, որպեսզի այնտեղ դժոխային իրավիճակներ ստեղծի եւ նորից գնան ընտրությունների, ձեր կարծիքը եւ ընդհանրապես Գյումրիում ըստ ձեզ գաղափարները ընտրվեցին թե անձերը։ Ոչ, բնականաբար գաղափարներ չընտրվեցին, ընտրվեցին անձերը եւ մեծ առումով թիմ ընտրությունները իրենց բնույթով անձերի ընտրություններ են, քանի որ ցավոք սրտի, քանի որ այնուամենայնիվ մեր համայնքները, քաղաքները շատ ավելի փոքր են եւ այնտեղ անհատները շատ ավելի մեծ ազդեցություն ունեն, այնպես չի, որ օրինակ, չգիտեմ, նույն Թուրքիայի կամ Ռուսաստանի եվրոպական խոշոր ուրեմն քաղաքներ են կամ համայնքներ են, որտեղ կուսակցությունները կամ մարզեր են, որտեղ կուսակցությունները իսկապես էլի ունեն իրենց ազդեցությունները, այստեղ մեր մոտ բոլոր գրեթե թիմ ընտրություններին անհատները ունեն իրենց առաջնային ազդեցությունը եւ այս ընտրությունը նույնպես անհատների ընտրություններ հիմնականում եւ ինչ տեղի ունեցավ մեր հերոստատիտողը մեղադրում էր, որ ինչ-որ փաստաբանություն ենք անում, այստեղ ես մեղադրում եմ արդեն իշխանություններին, որ այսօր հեղափոխությունից 7 տարի անց Վարդան Ղուկասյանը եւ ես պայմանական եմ նշում Վարդան Ղուկասյան իր նման անձինք այսօր քաղաքական ասպարեզում են եւ սա հայտարարությունների մեջ կարելի է հասկանալ թե ինչու են գալիս եւ ոչ թե իօքուտ իշապ հանրության դե ասում եմ դուք ինձ ուրեմն եկաք կպակի ունեցվածքին եւ հնարավորություններին ես էլ դուրս եկա եւ մտա էլի քաղաքականության մեջ ահա այստեղա որ հիմնական խնդիրը մեր իշխանությունների եւ այստեղա որ այո քննադատության սլակները ես ուղղում եմ իշխանություններին որ 7 տարի անց իրենք այդ մարդիկ այդ ուրեմն մարգինալ ադիոս մարդիկ, որոնց քաղաքական անցյալի հետ շատ հարցեր կան, իրենք այսօր առնվազն գործեր կան հարուցված։ Իրենք այսօր այո առնվազն գոնե քաղաքականության մեջ չպետքա լինեին եւ քաղաքական դաշտը այլևս պետք է մաքրված լիներ նման մարդկանցից։ Ցավոք իշխանությունները գոնե մինչև այս պահը չկարողացան դա անել, իսկ դա շատ ավելի մեծ վտանգներ է իր մեջ պարունակում թե պետության եւ թե քաղաքական անվտանգության առումով, քանի որ դեռևս 2019 թվին իմ հարցազրույցներից մեկում նշել եմ, որ եթե իշխանությունները իրենց համար ընդդիմություն կհամարեն անցյալի, հա, նախորդ իշխանություններին, ապա մեծ է հավանականությունը, որ ինչ որ պահի այդ նույն մարդիկ նորից կվերադառնան իշխանության եւ Գյումրիի օրինակը կարող է ցույց տալ, թե ինչպես է դա տեղի ունենում։ Իհարկե Գյումրիում տեղական ընտրություններ են եւ անհատի ազդեցությունը շատ մեծ է ընտրությունների վրա, բայց այնուամենայնիվ մենք ունենք փաստ, որ Հայաստանի երկրորդ քաղաքում, համայնքում կարող է ուրեմն այսպես հակահեղափոխություն տեղի ունենալ։ Եվ այդ հակահեղափոխությունը կանխելու համար կարծում եմ մեր իշխանությունները պետք է հստակ քայլեր ձեռնարկեն եւ սա պատճառաբանությունները, որ սա ժողովրդավարական ընտրություններ էին եւ ժողովրդավարական ընտրությունների միջոցով
այդ մարդիկ ընտրվել են եւ քաղաքում վերցնում Վարդան են Ղուկասյանը իշխանությունը։ բացահայտ ասեց, չէ, եթե հանկարծ ինձ փորձեն կալանավորել, ապա հեղափոխություն կլինի։ Բայց դա նույնպես ժողովրդավարության հետ որևէ առնչություն չունի, քանի որ փորձը եւ պատմությունը ցույց է տվել, որ հակաժողովրդավարական, հակադեմոկրատական ուժերը օգտագործում են հենց դեմոկրատական գործիքները, գալիս են իշխանության եւ վերացնում են այդ նույն դեմոկրատիան։ Ես միշտ բերում եմ այս օրինակով վերջերս Ռումինիայում տեղի ունեցած իրադարձությունները, երբ որ հակաժողովրդավարական պրո-ռուսական ուրեմն չգիտեմ, անկախական կամ պետական գործչին Եվրոպական միության անդամ պետությունում, ժողովրդավարական պետությունում արգելեցին մասնակցել նախագահի ընտրություններին եւ դա, կրկնում եմ, տեղի ունեցավ Եվրոպական միության անդամ ժողովրդավարական Ռումինիայում եւ հետեւաբար մենք ամեն պատե անպատե առիթի չպետքա ժողովրդավարությունը օրինակ բերենք, այլ ընդհակառակը երբեմն նույն ժողովրդավարությունը պետք է պաշտպանել այսպես ժողովրդավարությունից, քանի որ կրկնեմ, այդ ուժերը կարող են օգտագործել ժողովրդավարական գործիքները եւ իրականացնել հակաժողովրդավարական հեղաշրջում։ Եվ այս առումով, այո, ես մեղադրում եմ իշխանությունները, որ իրենք պատշաճ քայլեր չեն ձեռնարկել այդ մարդկանց քաղաքական դաշտից մաքրելու համար։ Փաստորեն կհետևենք այսօր իրադարձություններին, կտեսնենք ինչ ընթացք է տեղի ունենում, ամեն դեպքում սցենարները մի քանիսն են, մեկ սցենարով կարծում եմ Գյումրին մենք չենք ավարտելու, կհետևենք զարգացումներին։ Գյումրիի հետ կապված եւս մեկ ռեպլիկ անեմ, ես համոզված եմ, որ տեսեք դուք նշեցիք, որ իշխանությունները դժոխքի կվերածեն այդ։ Դե հանրությունը մտածում է, որ Նիկոլ Փաշինյանը դեռ իր դարակում քրեական գործեր շատ ունի։ Այո, դա մեկ եւ հաջորդը այսօր էլ մենք տեսնում ենք, որ այդ խմբակները, ովքեր հավաքվել են իրար գլխի եւ Վարդան Ղուկասյանին ցանկանում են դարձնել քաղաքապետ, իրենց մեջ կան լուրջ կոնֆլիկտներ եւ տարաձայնություններ, մենք տեսնում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությունները, այդ մարդկանց հասցեին այնպես որ եթե նույնիսկ իշխանությունները չփորձեն խառնվել, ապա իրենք իրենց մեջ էլի ունեն խնդիր, Վարդան Ղուկասյանը ունի մեծամասնություն, իսկ դա նշանակում է, որ այնտեղ իրեն աջակցած 2-3 ուժերը ամեն անգամ դրա մասին հիշեցնելու են ցանկացած որոշում կայացնելու ժամանակ, իսկ հաշվի առնելով Վարդան Ղուկասյանի անձնական հատկանիշները, ապա դա մի օր կբերի պայթյունի եւ այդ կոալիցիան էլի ցույց կտա իր անգործունակությունը Գյումրին կառավարելու կամ արդյունավետ կառավարելու հարցում, իսկ դա արդեն իսկ իշխանության համար օբյեկտիվորեն հնարավորություն է ցույց տալու գյումրեցիներին, որ տեսեք մենք էլի չխառնվեցինք։ Այսինքն եթե իշխանությունը չխառնվի, մի օր ինքստինքյան ես համոզված եմ, որ առանց միջամտության այդ ուժերը հենց իրենց համար սարքելու են այդ հնարավորությունը։ Ես համոզված եմ, որ մենք շատ կարճ ժամանակահատվածում դրան ականատես կլինենք, իսկ դա բնականաբար ցանկացած իշխանություն լավագույնս կօգտագործի։ Եվ անդրադառնանք, որ Գյումրիում փաստորեն ժամանակը պարզապես չի հերիքում, որ ես հաջորդ հարցս ձևակերպեմ, ամփոփենք Գյումրիով։ Փաստորեն ժողովրդի 40%-ը գնաց ընտրությունների, 60-ը մնաց, փաստորեն չվստահեց, չգնաց կամ անտարբեր էր։ Հաջորդ ընտրություններին հնարավոր է այդ մարդկանց էլ բերել ընտրատեղամասեր։ Տեսեք, սա խոսում է շատ կարևոր բանի մասին, որ քաղաքացիները չեն վստահում քաղաքական ուժերին, քաղաքացիները մեծ առումով չեն վստահում քաղաքականությանը եւ այստեղ էլ այո ես մեղադրանք ունեմ հնչեցնելու իշխանությունների հասցեին, որ դրա ուրեմն չհավատալու գլխավոր պատճառներից մեկը նաեւ այն է, որ այսօր հեղափոխությունից 7 տարի անց մենք տեսնում ենք օրինակ Հայաստանի երկրորդ քաղաքում մարդու, ով իր անցյալում Գյումրին կառավարելու ցույց է տվել իր բոլոր այսպես հնարավորությունները, գյումրեցիները ծանոթ են այդ հնարավորություններին եւ այսօր այդ մարդը մասնակցում է ընտրությունների անխոչնդոտ, ավելին նույնիսկ հայում է գործող իշխանությունների նման համարձակություն է դրսևորում եւ այս ամենը տեսնելով բնականաբար թե գյումրեցիները թե մեր մյուս քաղաքացիները մեծ հիասթափություններ են ապրում քաղաքականությունից եւ քաղաքական ուժերից ու ընդհանրապես քաղաքական գործընթացներից, բայց ես հույս ունեմ, որ գոնե համապետական միջև ընտրությունները, որը 1 տարուց ավել դեռ կա,
կձևավորվեն առողջ ուրեմն քաղաքական ուժեր, առողջ մրցակցություն, որի արդյունքում մեր քաղաքացիները ցանկություն կունենան շատ ավելի ակտիվ մասնակցել ընտրություններին։ Հարգելի հեռուստադիտողներ, քանի որ հեռախոսազանգերը մեզ մոտ շատ էին, եւ մենք հիմա դուրս կգանք ABC-ից եւ կշարունակենք մեր ուղիղ եթերը Նոյան Տապանի Պատրոնում, խնդրում եմ հետեւեք, քանի որ զանգերը շատ են, փորձեք մենք զանգեր պատասխանել։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեր երդասարտը շատ ճիշտ է պատճառաբան ներկայացնում այսօրվա աշխարհի իրավիճակը։ Ուրեմն մենք ինչպես տեսանք աշխարհը տեսավ Ուկրաինան մերժեց Թրամփի առաջարկը, հետո համաձայնվեց։ Նույն արևմուտքը Եվրոպան հիմա մի քիչ ցկցկում է նորից համաձայնվելու է Թրամփի պայմաններին։ Ռուսաստանը որպես առաջվա հզոր պետություն Պուտինը իր պատվին չի արժանացնում, որ հիմա Ուկրաինայի հետ որպես փոքր պետություն բանի կա։ Մի րոպե։ Ձեր հարցը։ Հետո ուրեմն մեկ էլ ուրեմն չի իրան պատիվ չի տալի, բայց ինքնելա համաձայնվելու մի 3 ամիս հետո իսկ ինչ բանի հետ Իրանի հետ պետք է համաձայնվեն, Իրանը պետք է հաստատ Թրամփի հետ համաձայնվելու են, ինչ նշանակում է բանին Ադրբեջանին եւ Թուրքիային, Իրանը մեծ պատամ ունի համ Ադրբեջանի վրա, համ Թուրքիայի վրա, որը իրան Սիրիայից հանեցին։ Լավ, շնորհակալ ենք, լավ, ես ստիպված եմ ընդհատել, ամեն դեպքում տպավորությունների մասին իր կարծիքներ հայտնում էր հեռուստադիտողը, որոշ հարցերում ձեզ հետ համամիտ էր։ Եվ եթե ամփոփենք այսօրվա հաղորդումը, պետք է սպասել, թե ինչ տեղի կունենա մնացած բոլոր հարթակներում, դրանք հայ-ամերիկյան, ռուս-ամերիկյան, ամերիկյան եւ ուկրաինական, մենք դրա մասին չհասցրեցինք խոսել, բայց Ուկրաինայում այդ խոստացված պատերազմը փաստորեն չի դադարեցվել եւ երեք Զելենսկին ես այստեղ թվերը հանել էի, ինչի մասին էր խոսել եւ փաստորեն 100,000 ուկրաինացի զինվոր է սպանվել։ Հետո ներողություն եմ խնդրում այդ 100,000-ի հետ կապված Ուկրաինայի եւ 13,000 խաղաղ բնակիչ, 600 երեխա եւ փաստորեն Զելենսկին նշել էր, որ իրենց սեփական գոյատևման համար ուկրաինացիները բավականին թանկին են վճարում։ Այդ 100,000-ի հետ կապված հետո ուկրաինական պաշտոնական հաղորդագրություն եղավ, որը հերքեցին, որ Զելենսկին այդ 100,000-ի մասին հայտարարություն է արել, բայց բնականաբար հասկանում ենք, որ այնտեղ զոհերը տասնյակ հազարների են հասնում եւ ընդհանրապես Եթե ոչ 100,000 ամեն դեպքում թվերը բավականին մեծ են եւ բնականաբար այս պատերազմական իրավիճակները հենց Եվրոպայի քթի տակ, այս անկայուն իրավիճակները մեծ առումով աշխարհում, դրանց սրվելու պարագայում մենք շատ ավելի վատ հետևանքներ կունենանք եւ դա ինչ որ մի պահից շղթայական ռեակցիայով կարող է տարածվել աշխարհում գրեթե բոլոր կոնֆլիկտային տարածաշրջաներում կամ սառեցված կոնֆլիկտներում, սկսած հեռավոր արևելքից մինչեւ, չգիտեմ, այլ տարածաշրջաներ եւ այս առումով ես կարծում եմ, այո, շատ կարեւոր է, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանա որոշակի խոստումներով իշխանության եկած նախագահը գոնե նախքին իմ հարցազրույցներում, եթե չեմ սխալվում, նաև ձեր տաղավարում ես նշել եմ, որ որքան էլ Թրամփը միջև իշխանության գալ է, որքան էլ Թրամփը ուրեմն հայտարարում է Ռուսաստան-Ուկրաինա հետ կոնֆլիկտը կանգնեցնելու մասին, միևնույն է դա բավականին դժվար է եւ այսօր ես կարդացի, որ Թրամփը հայտարարել որ ինքը հստակ ժամանակ է տվել Պուտինին այդ հրադադարը հաստատելու համար եւ կրկնեմ իմ նախորդ ասած միտքը, որ եթե Թրամփը ցանկանում է իսկապես որոշակի հաջողություններ գրանցել, ապա այդ հաջողությունները ինքը կարող է գրանցել մեր տարածաշրջանում, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում կա հաստատված համաձայնեցված խաղաղության փաստաթուղթ եւ Թրամփը իր նախընտրական խոստումները կարող է սկսել իրականություն դարձնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմամբ եւ դա շատ ավելի ռեալ է, քան այսօր Ուկրաինա-Ռուսաստան հարաբերությունները։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Առաքելյան այսօրվա հարցազրույցի համար։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։